ձեզ ինչ է։ Չեմ կարող այդ նյութերի մասին խոսել, որովհետև արգելել են խոսել, չգիտեմ ինչու, չեմ կարող նյութերի մասին խոսել, գործի մասին խոսել։ Դուք մեղադրյալ եք։ Չեմ կարող այդ հարցերին պատասխանել, որովհետև օրենքով, իրենց օրենքով ինձ արգելել են այդ ամեն ինչի մասին խոսել։ Քանի որ քննչականի երկու առաջահերթություն էր տարածել, մենք ենթադրում ենք, որ հոգևոր ժողովի մասնակիցներն են ներգրաված, ինչպես հասկացանք։ Իմ հասկանալով էլ է այդպես, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն են։ Նոր եք, չէ՞, այդ խորհրդի անդամ։ Դե նոր եմ, դե վաղուց եմ կապ չունի, այո, նոր եմ եւ այստեղ եմ տեսնում։ Ինչպես եք գնահատում ձեր գնահատականը։ Անսովոր իրավիճակն է գնահատում։ Չեմ կարող գնահատել, այս կառույցին էլ եմ հասկանում, իրենց էլ եմ ուզում հասկանալ, իրենք էլ են ստիպված, ոնց հասկանում եմ, մեր զավակներն են չեմ կարողանում հասկանալ եւ գնահատական տալ այս ամեն ինչը։ Ինչու է ստիպված Սրբազան։ Չգիտեմ, երևի իրենք ծառայության մեջ են, երևի դրա համար։ Ով է ստիպում Սրբազան։ Չեմ կարող ասել, չեմ կարող ասել։ Այս ճշումները ձեզ ուր կարող են տանել։ Դրախտ։ Բայց Ճամբար փոխել։ Իհարկե ոչ։ Ինչ է նշանակում ճամբար փոխել։ Ուխտադրուժ լինել ինչպես մնացած է։ Ես ուխտ եմ արել, Իշխման Սուրբ Սեղանի առջև ծնկի եմ եկել եւ Սուրբ Էջմիածնի զավակ եմ եւ երբեք իմ ուխտը չեմ դրժելու, անգամ մահի գնով։ Սրբազան ինչ ճշտում, երբ որ Գերեկ Սրբազանը արդեն կարգալից հռչակված Արման Սարյանը դատարան է դիմել իրեն վերականգնելու, այսինքն սա աննախադեպ է այն առումով, որ նման նախադեպ թեմերի առաջնորդը դա վերականգնի, այսինքն մեր եկեղեցական հարցերի ձեզ համար, այսինքն ենթադրենք դուք եք թեմի առաջնորդը։ Ես դատարան չէի տա, որովհետեւ մենք ուխտ ենք արել անվերապահ հնազանդություն ամենայն հայոց հայրապետին, ով կլինի հայրապետ այդ ժամանակ, մենք պետք է ենթարկվենք եւ հնազանդության ուխտը պահենք, չգիտեմ ով ոնց է մտածում ինչ անում, մեր կարգավիճակը ուխտով է եւ այդ ուխտը մենք ընկել ենք Աստծո հետ եւ Սուրբ Էջմիածնի հետ եւ մեր աշխատանքային պայմանագիր չուներ։ Մեր աշխատանքային պայմանագիր չէ, մերը հոգեվոր ծառայություն է։ Այսինքն թուղթ չկա որը։ Թուղթ կարող է լինել, չլինել եւ ամբողջ պատասխանատվությունը հայոց հայրապետի ձեռքն է եւ նշանակումներն էլ հայոց հայրապետի ձեռքն է։ Լավ, ձեզ մի բան պատմեմ։ Այո, Սյունիքից են եկել։ Այսօր են ձեզ ասել, որ պիտի Առավոտ շուտ։ Ինչպես են իրեն գնահատում Այս թեմայի հետ չեմ խոսել, բայց Սյունյաց թեմը հզոր թեմա, իր ժողովուրդն էլ ուժեղ ժողովուրդ է, հայրենասեր եւ հայրենապաշտպան եւ հավատքով ժողովուրդ է։ Իհարկե ոչ չեմ իշ։ Նման բան երևի սա առաջին անգամ։ Սրբազան մի ճշտում, էլի կա տեսակետ, որ Այնամյանիվ եպիսկոպոսի կարգալուծության հարցը չի կարող վեհապարը միանձնյալ լուծել եւ անհրաժեշտ է եպիսկոպոսատ ժողով։ Եպիսկոպոսատ ժողով չէ, եթե դուք հետ գնաք եւ նայեք, Վազգեն վեհապարի շրջանում եղել են կարգալուծության տեր եպիսկոպոսի, որը որ Գերագույն հոգևոր ժողովրդի որոշման պատեղ եղել։ Այո, եպիսկոպոսի կարգալուծությունը երբեք եւ սա էլ միանձնյա չի կայացվել։ Ինչպես միանձնյալ։ Ժողովով է եղել։ Դուք ժողովը առաջարկել եք։ Այո, կարող է առաջարկել, որովհետեւ տեսել է ուխտի խախտում, անհնազանդություն։ Մի ճշտում էլ գնդերեցների թեմայով մենք երկու շաբաթ առաջ ահազանգացանք, որ հենց Սյունիքում կորպուսի հրամանատարը հավաքել էր գնդերեցներին բարենորոգման օրակարգին միանալու հորդորով։ Դրա մասին դուք իմացել եք լրատվամիջոցից, մեր քահանաներից մեկն է խոսել, նույն քահանան ինչ որ լրատվամիջոցներին ասել է, նույնը ասել է ինձ։ Եվ Հիմա այդ գնդերից որտեղ է ծառայություն։ Իմ իմանալով խոսակցություններ եղել են այդքանով, ինչքանով որ դուք գիտեք, ես չեմ խոսել կորպուսի հրամանատարի հետ, կամ որից մեկ էլ չեմ խոսել։ Հիմա գնդերից որտեղ է ծառայություն։ Այդ Կներեք հարցի պատասխան։ Երբ որ արդեն կազմակերպվել է, որտեղ է սպասավորը։ Չէ, գնդերեց չէ, Տեր Ահարոն քահանան այն։ Չէ, գնդերեսները իրենց ծառայության մեջ են, եթե չեմ սխալվում, մեկն էլ շուտով ավարտելու է ծառայությունը։ Հիմա դուք Ավստրիա մեկնելու եք։ Չգիտեմ։
Ձեզ չբացակայելու արգելք կա։ Չգիտեմ։ Սրբազան։ Խնդրեցի, որ այդ հարցերին չանդրադառնա։ Դա այդ հարցի պատասխանը ես չեմ կարող ձեզ տալ, որովհետև բանակ ունի հոգևոր առաջնորդություն, հոգևոր առաջնորդին սպասավորներին պետք է հարցնեք։ Եթե հարց ունեք Սյունիքի թեմի հետ կապված, խնդրեմ։ Չէ, Սյունիքի թեմի չէ, բարենորոգման օրակարգի։ Ինչ է բարենորոգում։ Եկեղեցական խնդիրները, որոնք որ կան վեհափառը կամայական որոշումներ են կայացնում։ Երբեք կամայական որոշումներ չեմ տեսել։ Դուք չեք բախվել։ Չեմ տեսել, չեմ բախվել։ Բայց ձեր 10 եպիսկոպոս տեսնում է այդ խնդիրները սրբազան։ Իրենց խնդիրն է։ Իմ աչքերս մեծա չեմ տեսնում։ Մեղադրյալի ախորնի, աստորեն։ Գործի վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ սա ամբողջովին ապօրինի գործ է։ Ինչի կարող է հանգեցնել սա, արդյոք կարող է իրենք վիճարկել վեհապարի տնօրինությունը կամ որևէ որոշում։ Ճիշտն ասած, չեմ կարող այս մարդկանց գործողությունները, քայլերը գուշակել, բայց իրենցից ամեն ինչ հնարավոր է։ Ձեզ մշտական կոմիտե հրավիրել են, հոգևորականների հետապնդել են։ Չեմ կարող ասել։ Ենթադրեմ շատ բան կարող եմ ենթադրել, բայց ինչի համար են կանչել, մինչև հիմա ես չհասկացա։ Իսկ այս քայլերը ինչու են նպատակ։ Եկեղեցուն լրացնել, վախեցնել, բռնաճնշումներ, ուրիշ ոչ մի բան։ Եպիսկոպոսաճյուղերի մասով ինչ կարող եք ասել։ Այդ մոտերը մեկնաբանը նորից դրան է։ Գա ժամանակը կիմանանք, չգիտեմ, նա բան չեմ կարող ասել։ Խափանամիջոց սահմանվել է սրբազան։ Այս բանի վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել։ Իսկ կարգալուծության հետ կապված մի հարց կա, տեսակետ, որ եպիսկոպոսաց ժողովը պիտի վճռեր այդ հարցը եւ ոչ թե հոգեվոր խորհրդի քննարկման թեմա դառնար կամ վեհապարի միանձնյա որոշման, այդպիսի տեսակետ կա։ Հիմա տեսակետները ինչ տեսակի մարդիկ, ովքեր ինչի չեն հասկանում, խոսում են։ Չէ, Մայրաթորը, ներեցեք հոգեվորականներն են ասում, ոչ թե ով ինչից ասում։ Մայրաթորը որևէ մի հակականոնական քայլ չի կատարել։ Մայրաթորը Ինչն ասում եմ։ եպիսկոպոսի կարգալուծության գործընթացը։ Կարգալություն Մայրաթոր ասելով նկատի ունենք Գերագույն հոգևոր խորհուրդը եւ Վեհապար Հայրապետը։ Հակականոնական որևէ գործողություն չեն արել։ Իսկ ովքեր որ ասում են հակականական, թող մեկ փաստակ բերեն։ Փաստակ են բերին, որ վերջին եպիսկոպոսները, որոնք կարգալից են հռչակվել, եպիսկոպոսական ժողովով կամ եպիսկոպոսների գրավոր համաձայնությամբ են Իրենք ստում են։ Դա միայն վեհապարի տնօրինությունը։ Չէ, Վեհապարի տնօրինությունը, Գերագույն հոգևոր խորհուրդը առաջարկություն է բերել Վեհապար Հայրապետին։ Եվ պատմական ակնարկով բազմաթիվ լեցուն դեպքեր կան, որոնք հրապարակվել են նաև։ Հոմնան Սրբազան, աննախադեպ է դա, կարծես թե առաջին դեպքն է, երբ դատարանում քննվում է թեմի առաջնորդի եւ վեհապարի։ Դրա համար էլ ասում ենք այս ամենը ապօրինություն է։ Ցանկացած մի գործ Հայաստանի Հանրապետություն եւ աշխարհում ուր որ լինի, պետք է այս ամենը դիտարկվի Սահմանադրության լույսի ներքո։ Իսկ սահմանադրությունը ինչ է ասում, իրենք ճիշտ հակառակն են կատարում։ Դրա համար էլ մենք ասում ենք ապօրինի է այս ամենը։ Այս քայլերը վախեցնում են ձեր թեմի հոգեվորական։ Ընդհանրապես ընդհակառակը ավելի են իրենք մարտական տրամադրված, մարտականը ճակատների մեջ։ Հոմնան Սրբազան, ձեզ համար հասկանալի է, ձեզ ինչու են ներգրավել այս գործին որպես մեղադրյալ, որտեղ դուք կարգալուծության եւ թեմի առաջին։ Ես հենց սկզբից ասեցի, մինչեւ այս պահը չգիտեմ ինչի համար։ Ինչու են կանչել։ Որպես մեղադրյալ։ Որ գործով։ ԳՀԽ-ի անդամ չեք, չէ՞։ Ես Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղարն եմ։ Քարտուղարությամբ եմ զբաղվում։ Ներեցեք մեղադրյալ դատական որոշումը չկատարելու այս գործով։ Չեմ կարող մանրամասնություններ ներկայացնել, քանի որ նախաքննական գաղտնիք են։ Եթե մեր փաստաբանները որևէ կերպ ինչ-որ բան ճիշտ կգտնեն հրապարակելու, իրենք կհրապարակեն։ Որպես քարտուղար ձեր ֆունկցիան ո՞րն է այդ ժողովի ընթացքում։ Արձանագրում, կազմակերպում, կազմակերպչական հարցեր են։ Այսինքն դուք որոշումների կայացման Բացարձակապես։ Գևորգ Սրբազանին թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելու, չվերականգնելու, նրան կարգալույծ անելու հարցերի հետ դուք կապ ունեք։ Ես որոշում կայացնող մարմին չեմ։
ես որոշում չեմ կայացնում եւ որևէ ձև իմ ձայնը այնտեղ չի լսվում, հա։ Ինչու՞ Այսինքն ես չեմ խոսում։ Հարցակրում են ձեզ ասում։ Գործի հետ կապված մանրամասնություններին չանդրադառնամ, ելի եմ ասում, մեր փաստաբանները երբ որ ինչ որ ճիշտ կգտնեն հրապարակել, անպայման կհրապարակեն։ Ես ճիշտ հասկացա, որ ձեզ համար էլ պարզ չէ, թե ձեզ ինչու են կանչել, թե պարզ է։ Պարզ է Կլինի ձեզ այդ համար։ հարցին չպատասխանեմ։ Ձեզ համար պարզ է։ Այո, ձեզ ինձ համար պարզ է։ Ինչու են ձեզ կանչել։ Չեմ կարող ասել։ Գաղտնի։ Ես, այո, նախաքննական գաղտնիք է, նախաքննական գաղտնիք է։ Մնացածը մեր փաստաբանները կասեն, էլի։ Մեր փաստաբանները կասեն ինչ որ հարկ գտնեն։ Լավ։ Դուք առաջին անգամ եք քննչական հրավիրվում։ Այո։ Եվ ցավոք սրտի պիտի արձանագրեմ մի փաստ, որ այս վերջին շրջանում այնքան ինչքան հոգևորականներ այս դուրը բացեցին ու մտան ներս ու դուրս եկան, դա ուղղակի աբսուրդ է։ Մեր երկրում հանցագործներ չկան։ Մենք պիտի որպես մեղադրյալներ գանք այս դուրը բացենք, մտնենք ներս։ Միքայել Սրբազանը պիտի գար մտներ ներս, մենք պիտի մտնեինք Արագածոտնի 12 քահանաներ պիտի ինչ-որ գործերով քննչական մարմիններ գնային, հա, կարող է ինչ-որ բարձ սխալ ասեմ, կներեք, բայց հիմա իմ հարցը հետևյալն է, այս երկրում հանցագործություն ուրիշ չկա, բացի եկեղեցական լինելուց։ Դե ուրիշներն էլ են գալիս երևի։ Այո։ Իմ գնահատմամբ սա միանշանակ հակաեկեղեցական շարժման շրջանակներում տեղավորվող գործընթաց է։ Դուք ինքներդ արդեն շատ լավ կապում եք, էլ ինչ կարիք կա, որ ես ասեմ։ Իսկ կարող եպիսկոպոսական ժողովի քարտուղարներով դուք լինեիք։ Դեռ որոշված չէր անձնակազմը։ Բայց հնարավոր է որ նաև դուք լինեիք։ Դեռ որոշված չէր անձնակազմը։ Բացակայելու արքային դեպքի բան դրվեց։ Չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել, այո։ Չեմ կարող ասել։ Կարծում եմ մեր փաստաբանները Ձեր փաստաբանը չխոսեց։ Մեր փաստաբանները ընդհանուր, մենակ ես չեմ այստեղ։ Մեր փաստաբանները ընդհանուր անպայման հայտարարություններ կանեն, կարծում եմ։ Իսկ որպես հոգևորական դուք հիմա ինչ կգրճեք։ Ես իմ համար զավեշտ է, անկեղծ ասեմ, եւ ցավ եմ ապրում իրականում։ Ցավ եմ ապրում, որ փոխարենը մենք ջանքեր ներդնենք միասնականություն ստեղծելու, միակամություն ստեղծելու, սեր քարոզելու, սեր տարածելու։ Մենք ընկել ենք ինչ-որ մի իրավիճակում, որտեղ մենք մեր հոգևոր գործունեությունը չենք կարողանում իրականացնել։ Հիմա այստեղ լինելու փոխարեն սրբազանները, ես, ուրիշ բան չունեինք անելու հանունես եկեղեցու, հանունես ազգի։ Դե Գևորգ Սրբազանն էլ է ուզում ինչ-որ բաներ անել հանուն ազգի, բայց նրան ազատել են թեմի առաջնորդի պաշտոնից եւ զրկել եպիսկոպոսական կարգից։ Գիտեք, մեր եկեղեցին ունի դարավոր ավանդույթ եւ կանոններ, եւ մենք բոլորս ենթարկվում ենք այդ դարավոր ավանդույթին եւ կանոններին։ Մեր համար դա մեր բոլոր տեսակի շահերից վեր է։ Մենք ինչ անում ենք հանուն եկեղեցու։ Իսկ հանուն եկեղեցու անել նշանակում է լինել նախ եւ առաջ միասնական։ Նշանակում է նախ եւ առաջ տեսնել քո աչքի մեջի գերանը, հետո նոր եղբորդ աչքի մեջի փուշը, առավել եւս երբ որ եղբորդ աչքի մեջի փուշը դեռ ապացուցված չի։ Դե ըստ ձեր նշածի ձեզ կարող են ճանապարհից եղել, ճամբար փոխել։ Երբևիցե։ Անկամ եթե կալանավորեն ձեզ դուք ձեր Երբևիցե։ Այս մասով ես լիազոր մարմին չեմ, որ ասեմ, այդ մասով իմ համար բացարձակապես նորմալ չի։ Բացարձակապես։ Մենք պատերազմի ժամանակ զոհված հոգևորականներ ունենք, անհայտ կորած հոգևորական ունենք։ Դե ցույցներ եք, եթե հոգևոր ժողովի ժամանակ դուք արձանագրում եք այնինչ տեղի ունենում։ Այո։ Միայն դա։ Այո։ Եվ կազմակերպչական մնացյալ հարցերը։ Այսինքն ով ինչ խոսեց, ինչ առաջարկեց, դուք զուտ արձանագրում եք։ Դե քվեարկել որոշում կայացնելիս կա նման ավանդույթ թե ոչ։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները իրավունք ունեն որևէ հարցի շուրջ քվեարկություն անելու, բայց միայն անդամները։ Դուք
դուք չեք էլ քվեարկում բնականաբար։ Ես ուղղակի ֆիքսում եմ։ Չգիտեմ, այդ կարակ իրանց հարցնեք, ասեն ինչ են կանչել։ Այսինքն ձեզ համար բարձ չդեր ինչու են կանչի։ Գիտեք, մենք բոլորս կարանք ունենանք մեր ենթադրությունները, պատկերացումները, բայց քանի դեռ գործը նախաքննության ընթացքի մեջ է, վերջնական որևէ բան ասել կարծում եմ ուղղակի իմ կողմից տեղին չէ։ Տեր Մովսես Քահանա Սահակյան։